Չինաստանում շարունակվում է խորհրդարանի նախագահի այցը։ Շալվա Պապուաշվիլին կհյուրընկալի Շանսի նահանգի կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահը։ Կողմերը կքննարկեն երկրների միջև համագործակցության խորացումը։ Խորհրդարանի նախագահի եւ վրացական պատվիրակության պաշտոնական այցը Չինաստան այսօր ավարտվում է։ Վերջին 20 տարիների ընթացքում սա Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Չինաստան։ Եվրոպական կառույցների ղեկավարները դեռևս չեն պատասխանել Վրաստանի վարչապետի բաց նամակին։ Իշխանության ընդդիմախոսները բաց նամակը անվանում են ոչ լուրջ եւ խնդիր են տեսնում այն բանում, որ Վրաստանի վարչապետը ռազմավարական գործընկերների հետ ստիպված է հարաբերություններ հաստատել բաց նամակի միջոցով։ Իսկ վրացական երազանքի անդամները լիովին կիսում են Իրակլի Կոբախիձեի բաց նամակում հնչեցրած ուղերձները եւ կարծում են, որ Եվրամիության կողմից Վրաստանի նկատմամբ կիրառվում են երկակի չափանիշներ։ Վրաստանի վարչապետի բաց նամակի հասցեատերերն են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։ Իրակլի Կոբախիձեն հետաքրքրվում է, թե ինչպես են գնահատում այն բռնությունը, որը տեղի ունեցավ Կոպենհագենում, երբ խաղաղցույցի մասնակիցներին սկզբում ծեծի ենթարկեցին մահակներով, ապա նրանց դեմ կիրառեցին շներ։ Գնահատականներ են արվում ներքին գործերի նախարարությունում նոր հատուկ բաժին ստեղծելու որոշման վերաբերյալ։ Իշխանական թիմում նախաձեռնությունը կարևոր են անվանում եւ հայտարարում, որ տարբեր խմբեր հասարակությունը պառակտելու համար նպատակաուղղված օգտագործում են ատելության լեզուն։ Իսկ ընդդիմությունը ատելության տարածման մեջ մեղադրում է վրացական երազանքին։ ՆԳՆ-ում ստեղծվում է նոր հատուկ բաժին, որը կհետևի հանրային տարածքում ատելության խոսքի, վիրավորական արշավների եւ ագրեսիվ հաղորդակցության մոնիթորինգին եւ կիրականացնի համապատասխան արձագանք։ Թբիլիսիում Իսրայելի դեսպանատունը հանդիսավոր ընդունելությամբ նշեց Իսրայելի պետության անկախության 78-ամյակը։ Միջոցառմանը մասնակցեցին պաշտոնատար անձինք, դիվանագիտական կորպուսի, հրեական համայնքի, քաղաքացիական հասարակության եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։ Իսրայելի անկախության օրվա այս տարվա թեման նորացման ուժը արտացոլում է ինչպես Իսրայելի ազգային ուղին, այնպես էլ այն գործընկերությունը, որը կապում է Իսրայելին եւ Վրաստանին։ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում կտրականապես բացառել է Իրանի կողմից միջուկային զենք ունենալու հնարավորությունը, սակայն նշել, որ բանակցություններում նկատվում է առաջընթաց եւ անհրաժեշտության դեպքում կքննարկվի նաեւ ռազմական ճանապարհը։ Խոսելով բանակցությունների բարդությունների մասին, Ջեյ Դի Վենսը Իրանը գնահատել է որպես բարդ կողմ, որի դիրքորոշումը միշտ չէ որ հստակ է։ Նա նաեւ հերքել է այն տեղեկությունը, թե հարստացված իրանական ուրանը Ռուսաստանի վերահսկողությանը փոխանցելու ծրագիր կա։ Ունենք անթիվ գույներ։ Այս խորագրով Ռուսթավելիի թատրոնում անցկացվեց մշակութային բազմազանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում։ Կատարվեցին ինչպես վրացական, այնպես էլ տարբեր ժողովրդական ավանդույթներով ներշնչված երաժշտական ստեղծագործություններ, վոկալ եւ խորեոգրաֆիկ կոմպոզիցիաներ։ Հանդիսատեսը դիտեց հատվածներ վրացական եւ ադրբեջանական ներկայացումներից։ Մշակութային բազմազանության համաշխարհային օրը նպատակ ունի խորացնել միջմշակութային երկխոսությունը, ճանաչել բազմազանությունը եւ պաշտպանել մշակութային ժառանգությունը։ Միջոցառումն անցկացվեց Վրաստանի մշակույթի նախարարության եւ Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ։